Ամառային արձակուրդները բոլորի, հատկապես երեխաների համար ակտիվ հանգստի շրջան են։ Բակերում, փողոցներում եւ այգիներում արձակուրդային փուլում նկատելիորեն ավելանում է հեծանվորդների թիվը։ Ազատ ժամանցին զուգահեռ, սակայն մեծանում են նաեւ անվտանգային ռիսկերը։ Երեխաները հաճախ հեծանիվ են վարում առանց սաղավարտի, առանց ծնողների վերահսկողության, երբեմն էլ ավտոճանապարհին չափազանց մոտ։ Փորձագետները աչքի տակ ունենալով հարևան երկրների օրինակը ասում են, որ երկրում հասունացել է համապատասխան գոտիների առանձնացման անհրաժեշտությունը։ Ծրագրեր կան Երևան քաղաքի համար, որտեղ որ նախատեսված է 23 կիլոմետր հեծանվային գոտի երկկողմանի։ Այսինքն դրանով դու պաշտպանում ես այն մարդկանց, ովքեր ցանկանում են երթևեկել հեծանվով։ Որը կարծում եմ իշա բոլորիսա, որտեղ դա նպաստում է թե անվտանգ երթևեկությանը, թե բնապահպանությանը, թե նաև խցանումների դեմ պայքարի։ Փորձագետները վկայաբերում են անվտանգ համակարգային մոտեցումը, որը ենթադրում է ճանապարհային անվտանգության եւ տրանսպորտային պլանավորման գլոբալ ռազմավարություն, որի նպատակը մահացու կամ ծանր վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարների լիակատար վերացումն է։ Մոտեցման ելակետում այս դիտարկումն է։ Մարդիկ թույլ են տալիս սխալներ, իսկ համակարգը պետք է կառուցված լինի այնպես, որ այդ սխալները չհանգեցնեն մահվան կամ ծանր հաշմանդամության։ Մասնագետները կարևորում են ոչ միայն երեխաների կողմից դրսևորվելիք զգուշությունը, այլև վարորդների պատասխանատու վարքագիծը։ Պատրաստել այնպես վարորդ, այնպես հետիոտը, որը որ նախապես իմանա վտանգների մասին եւ կանխի դա, այսինքն վարորդ, որը որ գիտի նշանները չբացակայեն, հեծանիվը եթե վարում են, ապա բնականաբար պաշտպանված լինեն։ Փորձագետները ցավով արձանագրում են, որ ճանապարհներին հաճախ կարելի է հանդիպել վարորդների, որոնք թեև շքեղ ավտոմեքենաներ են վարում, սակայն բավարար չափով չեն տիրապետում երթևեկության կանոններին։ Միևնույն ժամանակ կան նաև փորձառու եւ կարգապահ վարորդներ, որոնք ստիպված են շահգործել հնամաշ մեքենաներ։ Այս ամենին ավելանում են նաև ենթակառուցվածքային խնդիրները, որոնք եւս բացասաբար են ազդում ճանապարհային անվտանգության վրա։ Մինչև 14 տարեկանը երեխաները իրավունք չունեն հեծանիվը քշեն փողոցում։ 14-ից հետո հակառակն է, օրենքը ասում է, որ հեծանիվի համար, եթե չկան հեծանվողներ, պետք է քշեն ճանապարհի աջ եզրով։ Փորձագետների դիտարկմամբ քիչ չեն դեպքեր, երբ հեծանվորդները փողոցը հատում են թույլատրելի հատվածներով, սակայն առանց հեծանիվից իջնելու, ինչը երթևեկության կանոնների խախտում է։ Նրանց գնահատմամբ այս ուղղությամբ վերահսկողությունը բավարար չէ։ Մասնագետները նաև առաջարկում են ուսումնասիրել եվրոպական փորձը։ Շատ երկրներում, հատկապես վերելքներով ճանապարհահատվածներում, ավտոբուսները համալրված են հեծանիվների տեղափոխման համար նախատեսված հատուկ հարմարանքներով։ Նրանց կարծիքով նման լուծումը որպես հեծանվային ենթակառուցվածքների զարգացման եւ կայուն տեղաշարժը խթանելու միջոց կարելի է կիրառել նաև Հայաստանում։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։